Այսօր մեր հյուրերն են Հայաստանի գրողների միության թարգմանական գրականության բաժանմունքի ղեկավար Շանթ Մկրտչյանը և մշակույթի նախարարության հրատարակչության բաժնի պետ Արմեն Ավանեսյանը։ Անցնող տարում թարգմանական ինչպիսի գրականություն ենք մենք ունեցել, ինչ ենք առաջարկել ընթերցողին, եթե ամփոփենք։ Անցած տարվա ընթացքում ես կարող եմ ինձնից սկսել, որտեղ ինքս թարգմանիչ եմ եւ բնականաբար կուզեմ որպես թարգմանիչ տարվա այսպես իմ աշխատանքը նաև հենց երեք պետական պատվերով այս հրատարակվել է Յոսիֆ Բրոսկու բանաստեղծությունները համալրված ավելացրած մի խոսքով այս իմ թարգմանությամբ մի գիրք եւ ռուս գրող ժամանակակից Եվգենի Գադալասկինի լավր վերբը, որը տպագրվել է Արցախում։ Միևնույն է տարածքը հայոց լեզվի տարածքն է, ես դրա համար չեմ ուզում առանձնացնել, ինչ որ կատարվում է։ Այսինքն տարին ինձ համար եղավ բավական բեղմնավոր, մեկ վեպ եւ բանաստեղծությունների ժողովածու եւ միաժամանակ մի քանի ռուս անվանի բանաստեղծների մեկ շարքեր եմ տպագրել մամուլում, այդ իմաստով ես կարող եմ գոհ լինել, որ ինչ-որ մի բան կատարվեց, արվեց, եւ բացի դա ուզում եմ նաեւ մի բան ասել, որ այս գրքերի հրատարակումը նաեւ ծնվեց անցած տարի Մոսկվայում թարգմանիչների միջազգային կոնգրեսում իմ մասնակցությունից հետո, որ անմիջական կապերի մեջ մտանք ռուսերենից թարգմանող թարգմանիչների հետ, այսինքն ամբողջ աշխարհից ներկային 55 երկրների թարգմանիչներ, որոնք ռուսերենից թարգմանում են մայրենի լեզուներով։ Դա շատ զարմանալի, հետաքրքիր եւ խրախուսելի մի մեծ միջոցառում է, բնականաբար երկարատև ժամկետային ծրագրով, որը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահի հովանու տակ։ Չիտայի Ռոսիայում այս ուրեմն վերտարությամբ տարին կամ երկու տարին մեկ անգամ հավաքում են ռուսերեն թարգմանող թարգմանիչները։ Ինչու ուզեցի, որ սա հիշատակեմ, որտեղ սա շատ ուսանելի բան է եւ նշանակում է սա քաղաքականություն, ունենալ թարգմանական քաղաքականություն, մի բան, որ ես կարծում եմ, որ հիանալի կատարում են ռուս մտավորականները իրենց թարգմանական ամբողջ շկոլան պոտենցիալը օգտագործելով, որը եւ նաեւ մեր, այսպես ասած, մշակույթի որոշակի մասը դարձել է կանոն, որ մենք երկար ժամանակ շփվել ենք, ռուսերեն ընթերցողներ ունենք, բայց ես մտածում եի այդ ժամանակ հայ ընթերցողի մասին, հայերեն գրի մասին, մի բան, որ պետք է մենք ավելի լրջորեն վերաբերվենք, քան առանձին օջախներ ունենալով, որոնք թարգմանում են եւ այդ նախաձեռնությունն են վերցրել։ Ուղղակիորեն երկարատև ժամկետի համար քաղաքականություն մշակվի եւ դրա համար տրամադրվեն մեծ գումարներ, որովհետեւ թարգմանական արվեստ զարգացնել առանց որոշակի եւ ծանրակշիռ գումարներ ներդնելու մեծ ակնկալություններ պարզապես դժվար է ունենալ։ Սա պետք է բարև պետականորեն, իսկ մասնակիորեն ես կարող եմ ասել, որ ի պատիվ մեր թարգմանիչների եւ Արցախ թարգմանող, եւ պոեզիա թարգմանող տարբեր աշխարհի տարբեր լեզուներից, այսինքն եւ արևմտյան լեզուներից եւ արևելյան լեզուներից, մենք այսօր ունենք հրաշալի թարգմանիչներ, պարզապես այդ սերունդը թարգմանիչների կա, հարկացու ապրում է եւ կարողանում է թարգմանել։ Իսկ ո՞նց է համակարգվում պետականորեն Արմեն։ Գիտեք, յուրաքանչյուր տարի պետությունը ունի պետական պատվերի եւ աջակցության ծրագրեր գրքերի հրատարակման բնագավառում եւ յուրաքանչյուր տարի կապված իր նաեւ որոշակի ուղղվածության է ենթարկվում, օրինակ ասենք 17 թվականը երբ գրքի մայրաքաղաք էր բնականաբար եւ գրատպության 500-ամյակներ շեմին ավելի շատ գնում էին դեպի գիրք, այս հասկացությունը, դե 15 թվականներ գիտենք Եղևնի 100-ամյա տարելիցի հետ կապված ցեղասպանության նաև գրքեր թարգմանվեցին աշխարհի տարբեր լեզուներով, թե հայերենից թարգմանվեցին, թե նաև հայերեն
չեղած նոր գրքեր, որոնք աշխարհի մտավորականներ հայոց ցեղասպանության հարցերը արծարծել են, նաև օրինակ ասենք Հելեն Դավենպորտ Գիբոնսի գիրքը, որը լույս է տեսել 30-ական թվականների Գերմանիայում, ականատեսի վկայություններն են Տարսոնի, ասենք ջարդերի ցեղասպանության հետ կապված, նույն ասենք նաև հայ օտարագիր գրողներից Դավիթ Խրջյանի գիրքն է թարգմանվել, Մարտ Մարկոսյանի գիրքն է թարգմանվել, Լևոն Զավեն-Սուրմելյանի գիրքն է թարգմանվել, սրանք ևս կարևոր են, որպեսզի ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է արվեր, նաև մշակութային քաղաքականություն է վարվում եւ թարգմանություններ են կատարվում, որոնք հետո հաջորդ քայլը համաշխարհային մեծ հրատարակությունների եւ բանակցություններ պետք է ընթանան, օրինակ 15-ին իրականացվել է Քրիստ Բոհջալյանի ավազե ամրոցի աղջիկները լատվիերեն թարգմանությունը, Ուշեղ Գալշյանի Մարոթասարի ամպերը եղիներեն թարգմանությունը, Վարուժան Ոսկանյանի շշուկների մատյան ասկերեն թարգմանությունն է կատարվել եւ Վահան Մինախորյանի 15 թվականի արհավիրքի օրեր ռուսերեն թարգմանությունները, այսինքն դրանք որպես գրքային արդեն հրատարակման պատրաստ գրքեր են եւ հաջորդի բանակցությունները տարվում են միջազգային ծանրակշիռ հրատարակչությունների հետ, որպեսզի նրանք այդ լեզուներով արդեն պայմանավորվածություններ կան լատվիերեն է շուտով լույս կտեսնի պարսկերեն է շուտով լույս կտեսնի, քանի որ տեսնում եմ, որ 15 թվականի ուղղվածության ցեղասպանության անցումս կատարելու այլ ավելի թեմաների, գրքերի, կուզեի, որ էլի պետական պատվերով եւ դրոնների ուրեմն նախաձեռնության 4 լեզվով հրատարակվեց գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն Հողի կխոսի Եղեռնազո գրողների գործերը առաջին անգամ, ովքեր զոգնացին Եղեռային, այդ գործերը թարգմանվել 4 լեզվով նույնանման գրքեր եւ սա կարծում եմ շատ կարևոր աշխատանք է տաղանդավոր մարդկանց մեր հեղինակներին ներկայացնել ի հակակշիռ գազանությունների իրենց արարողության։ Հետո որպեսզի հարց չառաջանա, թե ինչու այս ասենք ֆրանսերեն, գերմաներեն այս գրքերը Հայաստանում են հրատարակվում, ասեմ, որ դրանց յուրաքանչյուր գրքերի շնորհանդեսները կատարվել են հենց այդ երկրներում, Գերմանիայում, ռուսերենին Մոսկվայում, այս շնորհանդեսները, գիտեք, տպաքանակը այստեղ արդեն պետք է մենք կոնկրետ տպաքանակ, այո, որոշակի նվիրվում է տարբեր օջախներին, տարբեր մշակութային հաստատություններին, այո, այնտեղ փորձում ենք տարածել։ Նախանաբար այդ գրքերը հասնում են նաև Ֆրանսիա, Գերմանիա, ինչպես լեզվով ուղղեմ, որպեսզի ասեն շնորհանդեսների ժամանակ, գիրքը ներկայացնելու ժամանակ հեղինակները կամ հայերենից ռուսերեն թարգմանվել են նաև կաները ունենան այդ երկու գրքով է, Սերո Խանզատյանի 4 գրքով է, բայց սա կարծում եմ, որ շարունակական է, որովհետև նաև այս հեղինակներին պիտի հետագայում այլ լեզուներով են ներկայացնել։ Ռուսերեն թարգմանվել է նաև Սերո Խանզատյանի Անդրանիկ վեպը եւ այստեղ Վիզարկով երկու նապաստակի քաղաքականության նման մի բան եղել եւ Սերո Խանզատյանի 100-ամյակը, չէ, ես կասեի 3 նշանակետ էինք դիպել եւ Անդրանիկի 150-ամյակը եւ ինչպես նաև վեպը ամբողջ այդ արհավիրքի ցեղասպանության տարիների օրերն են, հայրականություններ, նաև Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ավելի։ Ես կուզենայի ընդհանուր դաշտի մասին խոսել եւ երկու խոսքով, քանի որ բոլոր հրատարակչությունների հետ առնչվում ենք եւ բոլոր հրատարակիչների հետ համագործակցում ենք, պետք է ասեմ, որ վերջին տարիներին բուրըն թարգմանական գրականությունը զարգացում է ապրում եւ շատ ուրախալի է, որ մատենաշարեր են ստեղծվում, օրինակ ասենք հենց ինքը Անտարես հրատարակչությունը, չնայած որոշակի վերապահումների, որոշ հրատարակություններ գտնում են, որ դրանք ուղղակի անտեղի են, մեր իրականության հետ համահունչ չեն, բայց ընդհանուր առմամբ իրենց քաղաքականությունը որդեգրած ինձ համար հետաքրքիր է, որովհետև մատենաշարեր են ստեղծել, Օտարգիր անունով, որը գրեթե 20 անուն արդեն գիրք է հրատարակել, ունեն Նոբելյան մատենաշար, երբ Նոբելյան մրցանակակիրներին են ներկայացնում եւ պարտադիր ընթերցանության մատենաշարում ունեն արդեն համաշխարհային դասական մեծարժեք ունեցող հեղինակներ։ Սա սկզբունքը շատ հետաքրքիր է։ Որ մենակ Անտարեսի մասին խոսացած չլիներ, նաեւ մյուսներին ասեմ, այո, հենց այդ է ուզում ասել։ Նույն զանգակը ունի շատ հետաքրքիր թարգմանություններ անում բազմաթիվ տարբեր
նույնիսկ ասենք էկզոտիկ լեզուներից, շվեդերենից կլինի կամ ասենք եւ շատ հետաքրքիր գրքեր են հրատարակում, օրինակ վերջերս ես ինքս ձեռք բերեցի հայտնի գրողի Մարտինով Da Vinci կոդի հեղինակը Դեն Բրաունի նոր վեպը Inferno վեպը եւ պետք է ասեմ, որ ցանկալի է, որպեսզի ժամանակին համահունչ քայլեն, այսինքն գիտեք ինչ է տեղի ունենում, միշտ մենք կարծես թե ինչ որ հետընկած ենք եղել, երբ որ կախքան 40-50-ականներին էր Եվրոպայում, մեզ մոտ 50 տարի հետո եկավ եւ միշտ ինչ որ առումով այն ինչ հիմա հնարավորություն է ստեղծվել աշխարհի հետ կողքի քայլելու, բայց ես կուզենայի նաեւ որ աշխատանքներ կատարվեն եւ լուրջ աշխատանքներ կատարվեն, որպեսզի հայ գրողները եւս ներկայացվեն աշխարհում, էլի, որովհետեւ եթե համեմատում ենք հայ գրողները պակաս այսօր պրոդուկտ իմաստով ասեմ, պակաս նյութ չեն տալիս, հա, համաշխարհային ընթերցողին, քան համաշխարհային ընթերցողը հայ համաշխարհային գրողը հայ ընթերցողը։ Բայց մի քանի հարց ունեմ, օրինակ մեխանիզմը ինչպես է, եթե նախարարությունը ինչ-որ ծրագիր ունի, եթե ինչ-որ որոշում է այս գրքերը տպագրել, գրողների միությունի թեմա, տեղեկատվական վարչությունը, հիմա դա նույն բանն են անում, նույն շարքն է դա, թե ամենքն իրանց ցեղն է։ Չէ, գիտեք, կա որ ինչ-որ բաներ համատեղ են արվում, այսինքն նախարարությունը եւս գրողների միության հետ համատեղ որոշ ասենք օրինակ այս գրքերը իրականացնում, բայց մյուս կողմից գրողների միությունն էլ ունի իր առանձին ծրագրերը եւ օրինակ ասենք լեհ բանաստեղծներին է ներկայացնում, հակառակը ասենք կամ ասենք Առաջ տեղեկատվական վարչության միջոցով է, չէ՞։ Հա, չէ, հիմա նախարարությունը գիտեք ոնց է, մրցույթային կարգով է տեղի ունենում եւ հայտեր են ներկայացնում, բնականաբար հանձնաժողովը 15 հոգուց բաղկացած եւ լուրջ հանձնաժողով է աշխատում, ուշադրություն են դարձնում թարգմանական որակին, գիտեք, պետականորեն այսօր քանի որ դաշտը ազատ է, ով ինչ ասես կարող է հրատարակել, բայց որոշակի, ես չեմ ուզում ասեմ, ասենք գլավլիտի գործառույթ չի վերցնում նախարարությունը իր վրա, բայց որոշակի պատշաճ ստեղծագործություններ պետք է լինեն դրանք, այսինքն նկատի ունենալով մեր կրթական համակարգում որոշ չափով էլի, որպեսզի դաշտի համակարգումը այն ինչ որ պետական պատվերի եւ պետական աջակցությամբ է լույս տեսնում, դրա համակարգումը որոշակի կա, որովհետեւ կոպիտ ասած ֆիլտր է անցնում եւ հանձնաժողովի ֆիլտրն է անցնում, բայց այսօր հրատարակչական ոլորտը վերահսկելի չէ եւ պետք է ասեմ, որ հրատարակչական ոլորտին զուգահեռ գոյություն ունի նաեւ վիրտուալ տարածքի ոլորտը, ինտերնետային ոլորտը, որը ընդհանրապես բացարձակապես վերահսկելի չէ։ Եթե գոնե հրատարակչական ոլորտում խմբագիրն է նայում, սրբավիճն է նայում, հա, որոշակի աշխատանքներ կատարվում, այնտեղ ինչ որ մեկը կարող է բացել իր բլոգը, անել ասենք այլանդակ թարգմանություններ եւ սկսել տարածելը։ Այսինքն այդ իմաստով ինչ որ անվերահսկելի դաշտ է ստեղծվում։ Մի բան ասեմ, այս հարցի պատասխանը տա, թե դուք հարց ունեիք ասել։ Չէ, ուրիշ թեմայով են հարց։ Ուրեմն ասեմ, քանի որ համակարգի մասին, համակարգվածության մասին ենք խոսում, շատ լավ է, որ համակարգվածություն լինի եւ շատ լավ է, որ լինեն այն ազատությունները, որով պետք է առանձին շարժվեն։ Ի վերջո այս բոլորը մարդկային նախաձեռնությունների վրա, թարգմանիչների նախաձեռնությունների վրա է հիմնված։ Չկա թարգմանիչ, չկա գիրք, չկա լավ թարգմանիչ, չկա լավ գիրք, այս բոլորը շատ լավ գիտեն։ Ու շատ լավ է, որ առանձին հրատարակչություններ իրենք կարողանում են հեղինակների հետ որոշակի այս տեսակի բաների համագործակցությամբ աշխատել։ Բայց ելի եմ ասում, համակարգվածություն բնականաբար պետք է լինի, բայց պետք է լինի արդեն լեզվական վեկտորը։ Մենք հասկանանք, որ անընդհատ, ասենք նույն ուղղությամբ աշխատելով, նույն լեզվից թարգմանելով, նույնը պրոպագանդելով մենք լավություն չենք անում ոչ ոքի։ Մենք բազմավեկտոր աշխատանք պետք է կատարենք, որտեղ հիմա ինչպես երկիրն է իր քաղաքականությունը վարում, նույն ձևի պետք է թարգմանական քաղաքականությունը որոշակիորեն մոտարկվի, չեմ ասում նույնանա։ Հիմա Չինաստանի հետ հարաբերություններ են ստեղծում դեպի արևելք եւ մեր ժողովուրդը նայելու է, էկոնոմիկայի զարգանում եւ այլն։ Պետք է ծանոթանալ իմանալ այդ մշակույթը, իսկ այդ բոլորը պետք է թարգմանիչների շնորհիվ անել եւ տարիներ շարունակ սա հետեւողական պետք անել, ոնց որ եվրոպացիներն են մեր շարունակում։ Ես օրինակ չեմ հիշում այս վերջի 10 տարին։
գուցե փամոկը բացառություն լինի, որ Նոբելի մրցանակ ստացած մարդու գիրք թարգմանած արդեն ունենանք։ Միշտ հետ է գնում։ Այո, ես այդ մասին եմ խոսում, էլի, չէ, հիմա արդեն էլի մեկին էլ թարգմանեցին։ Գոնե մի քանի տարի տարբերությունը հասկանալի է, բայց եթե տարածությունը հիմա on-line անմիջապես կարող ես ուրիշ լեզվով դու տեղեկանալ, բայց քո միջավայրը հայերենով Մեկ էլ բնագրի թարգմանության խնդրեմ։ Հա, մենք հիմա էդ էլ ասել, որ պետնախարարությունը պարտադիր գործոն է համարում բնագրային թարգմանությունը, չնայած մյուս կողմից բավականին վիճահարույց վիճակներ են ստեղծում, որովհետև ասենք մարդիկ կան, ովքեր ռուսերենից են թարգմանություններ կատարում, բայց իրենք նաև պոետ են, եւ պետք է այս դեպքում բանաստեղծությունը հատկապես թարգմանելիս պետք է իրոք բանաստեղծ անցնի դրա վրայով, ոնց որ ասենք Բորխեսի այդ թարգմանիչն էր ասում, թարգմանիչ այդ բանը պետք է լինի գրողին հավասար եւ լիարժեք տիրապետի երկու լեզուների, բայց քանի որ մեր իրականության մեջ քիչ են, որ ասենք օրինակ ասենք այսօր կան սերբերենից Գագիկ Դավթյանը հրաշալի կամ սերբ գրողներին թարգմանություն արել, նույն լեհ գրողներին Գագիկ Դավթյանը թարգմանել, գիտեք, սա այս աշխատանքը ռուսերենից է թարգմանել, բայց նայեք, տեսեք ինչ է տեղի ունեցել։ Աշխատել են երկու հոգի, այսինքն աշխատել են ռուսերեն տիրապետող լեհը, այսինքն նույն Կալինա Իզաբելա Զիոլան, բանաստեղծ, որը լեհերենից վերափոխել է ռուսերենի, այսինքն իրար հետ են աշխատել, կողքի են աշխատել, հարց ու պատասխան է եղել։ Այս աշխատանքը ինձ համար ընդունելի է, երբ որ երկու հոգի են եւ տիրապետում են, ահա այդ միջնորդ լեզուեր կա, բայց տիրապետում են այդ լեզուները։ Այս նպատակը միևնույնն է մնում է հայոց լեզուն, եթե մենք խոսում ենք թարգմանությունների մասին, մենք մեր նպատակը այն չի, որ ասենք Ավստրալիայում կա այսպիսի մի գրող, Ավստրիայում կամ Ավստրալիայում, որտեղ ուզում։ Մենք կարող ենք ժողովուրդ եկեք այդ հեղինակի ինչ որ լեհերեն իմացողի, հայոց լեզվով ասենք օրինակի համար առանձեմի։ Սա մեր մշակույթի արդեն մասնաստեղծություն դառնում էլի վերջում։ Լավ, այդ ասպեկտով եթե նայենք հայերենի արժևորման, հայկականի արժևորման, այդ կոնտեքստում կամ մի շրջանակ, որ ավելի հարմար է էլեկտրոնային գրքեր կարդալ, էլեկտրոնային հայկական գրքերի ստեղծման եւ տարածման ուղղությամբ Ես ընդունում եմ, ես էլեկտրոնային մենք ունենք նաեւ էլեկտրոնային բաժին եւ էլեկտրոնային գրքեր ստեղծվում են, ես ինքս կողմ եմ էլեկտրոնային գրքերին, բայց դեմ եմ, որ ասում են թուղթը հանենք միայն էլեկտրոնային լինի, էլեկտրոնայինը ինքը ընթերցանության խթանման մի տեսակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր Android-ներով եւ տարբեր գործիքներով ընթերցանության բազմազբա, հա, մի խոսքով այդ հնարավորությունը տալիս է, բայց մենք չպետք է մոռանանք, որ նույն Ամերիկան, որ ասում է հանեք թուղթը անտեղի ծախսեր մի արեք, միայն էլեկտրոնայինը արեք, նույն Ամերիկան բազմամիլիոն տիրաժներով տպագրում է իրենց ամենա, չգիտեմ, յետին գրողին, որովհետեւ նրանք հասկանում են, որ թղթի վրա դա հիշողություն է, դա դառնում է հիշողություն, ազգային, մշակութային հիշողություն, իսկ էլեկտրոնայինը մի կնոպկայով կարող է հիշողությունից զուրկ սերունդ դառնա, իսկ նրանց ձեռ է տալիս, ասենք, այդ հիշողությունից զուրկ սերունդ ունենալը, եւ մյուս հարցն ես ձեզ փոխադարձ տամ, դուք ձեր փորձեք հիշել, ձեր լավագույն ֆոտոները, դրանք երևի 90-ականներին կամ 80-ականների վերջերին, երբ որ դուք ունեք թուղթը եւ նայում եք, դուք 10 օր առաջ, չգիտեմ, ինչ որ միտեղ նկարված ֆոտոն հիշում եք, չեք հիշում, այո, չեք հիշում։ Եկեք այս հիշողության, գիտեք, վերջին տարիներին բարձրացավ է սահմուկը եւ ասում են եկեք թուղթը մերժենք, թուղթը ինչ է, որ անտեղի ծախս ենք անում, ես կոմենկոմ, ես կողմ եմ, որ լինի նաեւ էլեկտրոնայինը, թող լինի զուգահեռ, բայց որ ասենք չէ, ես միայն էլեկտրոնային, ես դրան դեմ։ Իսկ ինչ հայ գրողի գիրք կա, որ դուք հիմա համարում եք, որ նեոլոգված է երկու բանախոսին էլ հարցս ուղղում եմ, ինչ կա հայ գրողի գիրք, որ համարում եք, որ հիմա շատ անհրաժեշտ է, որ մենք դնենք միջազգային հանրությունում ներկայացնենք, այսինքն համաշխարհային այդ ընթերցողի սեղանին դնենք։ Գիտեք,
ասա Ես ուղղակի ուզում եմ այսպես ասեմ, գիտեք պետք է նայել նաև գրողի ժամանակակից ներկա գրողներին եք ասում, չէ՞, խոսքը։ Դե մեր դասականներից շատ կանոններ, հիմա Չէ, հիմա ստեղծված մի արժեքավոր բան, որ ինչ-որ բան կտա Ուրեմն նաև տեսնենք, թե ովքեր են անկախ նրանից ինչ-որ վերապահումներ կան եւ այլն, թե որ գրքերն են, ոչ թե ովքեր, այլ որ գրքերն են կամ որ հեղինակներն են, կարելի է նաև ընտրություն կատարել որոշակի մրցանակների կամ որոշակի բանի արժանանում։ Սա առաջին քաղաքականության մեր շարունակությունը պիտի լինի, որ այդ հեղինակներին պետք է արվի։ Երկրորդը, նաև մենք տեսնում ենք մամուլի էջերում, ասենք ես եթե գրական մամուլ, որը ցավալիորեն այսօր չեմ հետևում, բայց մամուլի էջերում ովքեր են, որ գիտեք դաշնիտ իրապետել է պետք։ Կարող են նաև հարցնել գրականագետներին, ինձ հարցնել, ես մասնագիտությամբ գրականագետ եմ։ Կտամ առնվազն 5-ից 6 պոետի անուն եւ կտամ մոտ մի այդքան էլ արձակագրի անուն, որ ում ստեղծագործությունները իրոք արժե, ինչի՞ չէ, բանաստեղծներից Էդվարդ Միլիտոնյանի, կողքս նստած Շանթ Մկրտչյանի բանաստեղծությունները կարելի են։ Այսօր օրինակ ասեմ, զարմանալիորեն Սոնավանի բանաստեղծությունները տարբեր լեզուներով հրատարակվում են եւ շատ լավ ընդունելություն են գտնում միջազգային ընթերցողների կողմից։ Ներսես Աթաբեկյանի բանաստեղծությունները, Ավակ Եփրեմյանի, ինչի՞ չէ, Ղուկաս Սիրունյանի, 6 բանաստեղծի այսօրվա։ Իսկ արձակից Տեսեք, ես ինչի՞ չեմ ասում Արտեմ Հարությունյան, Հենրիկ Գեդոյան, ասենք Հովհաննես Գրիգորյան, նրանք որոշակիորեն արդեն թարգմանվել են։ Իսկ ինչի՞ չեք ասում օրինակ Սարուխան։ Դե բա Սարուխանին էլ պիտի ասենք, էլի, որտեղ շատ դժվար է Սարուխանը։ Սարուխանը իսկ բանից Արցակից ինչի՞ չէ, նույն ասենք այսօր մեր Արցակում, ասենք 90-ականներից սկսած, երբ որ այսպես կարելի ասել երկճյուղ զարգացում ունեցավ, Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան, այս երկու ճյուղերը եղան, անպայման եւ Գուրգեն Խանջյանի եւ Լևոն Խեչոյանին կարելի է թարգմանել միանշանակ եւ ներկայացնել։ Մյուս կողմից կան բավական հետաքրքիր արդեն երիտասարդ չեմ կարծում եմ, նույն Մեհեր Բեյլերյանի ստեղծագործությունն է շատ հետաքրքիր, նույն Հովհաննես Թեկյոզյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Արամ Պաչյանի, նաև երիտասարդների։ Դու ինչ կարծիք ես։ Ուրեմն դրսի ընթերցողը ի տարբերություն երևի մեզ ինքը բազմաճաշակ ընթերցող է։ Մենք միշտ վերում ենք մի անունի կամ երկու երեք անունի ու սահմանափակում ենք։ Սա չի կարելի, որովհետև խոսքը ոչ իմ մասին է, ոչ մեկի մասին, այլ ընդհանրապես պետք է հասկանալ, որ հայ գրականությունը բազմազան գրականություն է, իր ոճերով, հմբռնումներով, ամեն ինչ։ Եվ այդ հեղինակներին, որոնք արդեն հասունացել են ժամանակի մեջ ստեղծել են գործեր, պետք է մարդկանց գործերը թարգմանել։ Հիմա ես ավելի թարմ օրինակ ասեմ, մենք հիշատակեցինք Վահան Սաղաթելյանի անունը, չէ՞ արձակագիր։ Հիմա որ ասեն, բանը կասի, իսկ ով է, մեր լավագույն թարգմանիչը, արձակագիրներից մեկը Վահան Սաղաթելյան, ուր ենք Սևանում ապրող մի խոնար հրաշալի մարդ, Հրաչ Բեգլարյան, ռեալիստական, իրապաշտական արձակի հեղինակ, հրաշալի բաներ է գրում։ Արա Նազարեթյանին ինչ չէ։ Էլի կան, ես հիմա որ թվարկենք մոտավորապես ես ձեզ ասեմ, որ մենք ունենք դուրսը ներկայացնելու 2 տասնյակից ավել բանաստեղծ եւ մի այդքան էլ արձակագիր։ Առանց այլևայլության կարելի է ներկայացնել եւ չամաչել ոչինչից։ Որովհետեւ մենք մեր դառնուցավի մեջ ենք, մեր խնդիրները ունենք, մշակութային, խոհական, փիլիսոփայական, չգիտեմ ոնց ուզում եք համարեք։ Եվ այդ բոլորը անդրադառնում են մեր գրականության մեջ, դա արտացոլանք է իրականության։ Եվ լավ հայերեն լեզվով, լավ գրողներն են նրանք, ովքեր լավ են հայերեն գրում։ Այ խնդիրը սա է։ Հայոց լեզվը վերջին հարցը։ Էլի երկուսը։ Թարգմանական գրականության համար հատկացվող ֆինանսները ինչքանով չեն բավարար, հաստատ բավարար չեն։ Ոչ թե ինչքանով չեն բավարարում։ Եվ ես կարծում եմ, որ այդ գրականությանը հատկացվող գումարը 20% է կազմում անհրաժեշտից։ Հիմա որտեղից է հանում պետությունը գտնում այդ գումարը, բան չունեմ ասել, ու կարող է դժվարությամբ ամեն ինչ ստեղծվող։ Բայց որպեսզի այն ինչ որ ասեցի, ամբողջ մի համակարգ ստեղծել, պետք է այդ բոլորը
տասնապատկել, շատ պետք է գումար դնել, պետք է թարգմանիչի գումար ստանա, այս ուսան գումարների Հոնորարն ինչքանն է պետ պատվերով եթե Խոսքը գումար հայտարարելու մասին չի, այլ հատկացվում է դրա համար։ Չէ, իհարկե չի, համապատասխան անհրաժեշտ, սա ասում եմ նվազագույնը, որ արվում է, էլի շնորհակալ ենք, որովհետև էսը չէր արվում, սա չէր արվում։ Այս պետական պատվերի շրջանակներում տպագրված գրքերը բավականին օգնեցին աշխուժացնելու մեր հրատարակչական, նաև գրողական աշխատանքը, բայց հիմա, որ ասենք ամեն ինչ կատարյալը լավ վիճակում չի, մեծ գործ կա, փողը պետք է շատ դնեն, պետությունը պետք է չափսոսեք գումարին, դրեք փողը ստացեք։ Գիտեք, միշտ էլ փողը քիչ է լինում սովորաբար, որովհետև Ես ինչի որ փողը քիչ է լինում, նույն տեղում չէ, ընդհանրապես եմ ասում։ Այո, ընդհանրապես եմ ասում։ Ասեմ, որ այսօր ասենք նաև հրատարակիչները ընտրում են, գտնում են ինչ-որ հիմնադրամներ, գտնում են ինչ-որ տարբեր ֆոնդեր, որտեղից եւ կարողանում են իրենց համար, այսպես ասած, որոշակի աջակցություն կամ ֆինանսական ռեսուրսներ հայթայթել։ Մյուս կողմից նաև ուղղակիորեն թիրախային են գիրք վաճառելու, այսինքն նաև ռիսկային գործոն է փորձում իրականացնել հրատարակիչը եւ կարողանում է գիրք վաճառել։ Բայց սրանք ինքը համակարգման բան չի, ասենք շատ լավ կլիներ, որ ինչ-որ մի, չասեմ կենտրոն, չասեմ ինստիտուտ, չասեմ ինչ-որ մի տեղ լիներ, որ այդ տեղում հավաքված լինեին մարդիկ, ովքեր կաշխատեին, այսինքն այդ նույն ֆոնդերի հետ կաշխատեին, նույն տարբեր, չգիտեմ, միջազգային կառույցների հետ կաշխատեին, թարգմանիչներ լինեին այդ տեղում նաև աշխատող, ովքեր կիրականացնեին այդ թարգմանությունները, որը որ անհրաժեշտ է մեզ, ովքեր նաև աշխատանքներ կանեն, որպեսզի մեր հեղինակները ներկայացվեն։ Չգիտեմ, մի հատ այնց գուցե դա Չարենցի ասած ուղեղի մորմոք է, թե ինչ է, բայց դա երբեք մեզ մոտ չի լինի։ Բայց չի լինի, որովհետև մենք ունենք ինստիտուտներ, հումանիտար ինստիտուտներ, որոնք կոչված են այդ գործը կատարելու։ Համալսարան, ռոմանո-գերմանական, մանկավարժական եւ այլն, տեսեք ուսանողների թիվը ուր է հասնում։ Գրականության մասնավոր բուհերը չեմ հաշվի առնում, բայց գործողը կատարել։ Ես մենք չենք ասում այդ ինստիտուտում թարգմանիչ այդ թարգմանիչները պատրաստի այնտեղ աշխատեն, որ ասածը դա է։ Թարգմանիչները պետք է աշխատեն այդ ինստիտուտներում եւ դասավանդեն։ Մաստեր կլասի դասերը ամբողջ շրջանը պետք է ուսանողը անցնի։ Հիմա տեսաբան է գալիս դաս տալիս թարգմանության տեսաբան։ Ինքը էջից խաբար չի։ Ինքը չգիտի ինչ բան է, լավ թարգմանված է էջը։ Ես իսկ եթե ուրիշ տեղերի հետ համեմատեմ, այնտեղ իսկապես դասերը տալիս են այն մարդիկ, որ արդեն ճանապարհ անցած վաստակ ունեցող գրքերը կշարեն սեղանին եւ ասում են եւ այդ ուսանողը շուտ է սովորում։ Եվ նույնն էլ ասենք լրագրության մեջ է, այդ ֆակուլտետում դասավանդում են դրանք, որոնք բան չեն դրա համար կարող է 6 ինստիտուտ բացենք, ելի նույն դրությունը լինի։ Ասած ավելի կենտրոնացված քաղաքականության մասին է Շանջան, որը բազմաֆունկցիոնալ կլինի եւ նաեւ հայ գիտնականի գործը կներկայացնի, հայ գիտնայդ հոնորարից էլ իր համար իր աշխատանքի պահումը կկատարի, ինքը նաեւ կարողանա բյուջե գոյացնել իր համար։ Մյուս կողմից նաեւ պետությունը պիտի օգնի նման կառույցին, որովհետեւ ասածը հսկայական ծրագիր է։ Մենք կարող ենք անընդհատ կառույցներ իրար կցելով ամենակարևորը որ խնամի ծանոթ բարեկամով մարդիկ այդտեղ աշխատանքի չընդունվեն։ Ամենակարևորը որ մարդիկ այդտեղ չգնան, ասենք այն խաղերը խաղան, ինչ է կոչվում շարիկ կլորելու այդ խաղերը խաղան։ Լուրջ բաներ գոյություն ունեն։ Ի վերջո մենք գիտենք ստեղծագործող մասնագետ լինի։ Ինչքան էլ որ տաշես, դա օժտված մարդ լինի։ Պետք է գտնես այդ մարդուն, դաշտը ամբողջական երկիրը ճանաչես, այդ մարդկանց կանչես։ Իսկ այսօր մարդկային այդ ռեսուրսը ունենք, շատ ունենք։ Պատահականությունների ինչ-որ բաներ տարերային ձևով ով ուզում է այսօր։ Բայց փառքասու լավն ենք տեսնում, վատն ենք տեսնում եւ ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ հնարավոր է միության աշխատանքում անել եւ դուք գիտեք որ 10 տարի ես նաեւ վարում եմ ամսագիր Նարցիսը եւ այդ 10 տարվա ընթացքում մենք եկա թարգմանիչներ են կայացրել հենց Նարցիսում առաջի քայլերից եւ բարգասու հետո առանձին գրքերով իհայտեկան եւ ես ուրախ եմ որ այդ մարդիկ ի վերջո կայացան Նարցիսի շրջանակներում ամեն մեկը թող իր տեղում կայացնի խնդիրը կայացնելն է մարդկանց Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ